Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս տարի արձանագրել է շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի 63 իրավախախտում։ Դեպքերի նվազեցման նպատակով Երևանի խոշոր շինարարական ընկերությունների ներկայացուցիչները, հանքարդյունաբերական ոլորտի մասնագետները և պետական կառույցի պատասխանատուները մեկ հարկի տակ էին հավաքվել։ 2025 թվականի մայիսին կառավարությունը որոշմամբ սահմանել է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում գործունեության 25-30 թվականի ռազմավարության ծրագիրը։ Համաձայն այդ ծրագրի նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերի առաջի 10-օրյակից Երևան քաղաքի համար եւ 26 թվականի սեպտեմբերից ամբողջ հանրապետության համար կոնկրետ փոշու արտանետման հետ կապված միջոցառումների իրականացում եւ ստանդարտների սահմանում։ Քննարկման նպատակն էր մասնավոր սեկտորին ներկայացնել կառավարության հաստատած մթնոլորտային օդի պահպանության ռազմավարությունը եւ բացատրել նոր ստանդարտները, որոնք պարտադիր են դառնալու արդեն դեկտեմբերին։ Սահմանված նորմերի համաձայն շինհրապարակներում պետք է կիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ փոշու տարածումը նվազեցնելու համար։ Խոսքը գնում է փոշենստոցնող թնդանոթների, փոշեճնշիչ թնդանոթների կիրառելիության մասին, ընդ որում մենք սա տեսչական մարմնի առաջարկությունն է եղել դեռևս 2023 թվականին։ Մենք մեր վերահսկողության արդյունքներով ուսումնասիրելով միջազգային փորձը ներկայացրել ենք կառավարության առաջարկություն, որ պետք է Հայաստանում դա պարտադիր կիրառելի պայման լինի։ Տեսչական մարմինը պարբերաբար իրականացնում է կանխարգելիչ ստուգումներ, Երևանում խախտումների նվազման միտում կա։ Եթե 21 թվականին մեկ շաբաթվա ընթացքում մենք արձանագրել էինք մոտ 130 խախտում, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, արդեն 25 թվականին մենք նույն ժամանակահատվածում իրականացված կանխարգելիչ միջոցառման ընթացքում արձանագրել ենք ընդամենը 10-12 դեպք նմանատիպ։ Շինհրապարակներում նորմերի պահպանության վերահսկողական միջոցառումներ է իրականացնում նաև քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Նախորդ տարի 2 կապալառու կազմակերպության լիցենզիայի կասեցման միջնորդություն է ներկայացրել։ Ընթացիկ տարում իրականացվել է 269 ստուգում, ընթացիկ և տարեկան պլանավորման հիման վրա։ Արձանագրվել է մոտ 18 իրավախախտում շինհրապարակների մասով ամբողջ հանրապետությունում։ Համապատասխան վարչարություն է իրականացվել։ Հետագայում շինհրապարակներում նորից իրականացրել ենք այց, պատշաճ արդեն կահավորված է եղել։ Պետական վերահսկողության հետ մեկտեղ կարևոր է մասնավոր հատվածի մասնակցությունը։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայից նշում են, նորմերի կատարելագործումը պետք է ընթանա երկխոսության ճանապարհով։ Մենք էլ ենք մտահոգ մեր քաղաքի համար եւ մենք էլ ենք ուզում ստեղծել բարեկեցություն մեր եւ մեր ապագա սերունդների համար։ Այդ իսկ պատճառով շատ լավ է նմանատիպ քննարկումների կազմակերպումը, պետություն մասնավոր երկխոսությունը միշտ էլ լավ է, ավելի լավ է երկխոսել, քան թե ոչինչ չանել։ Կառուցապատողներն առաջարկում են վերանայել պատասխանատվության մեխանիզմները, վարչական տույժերը տարածելով ոչ միայն ընկերությունների ղեկավարների, այլև տեխնիկական հսկողների վրա, որոնք անմիջականորեն վերահսկում են շինարարական գործընթացները։ Կառուցապատողը վարձում է տեղ հսկողին, որպեսզի ինքը հսկողություն անի շինարարի նկատմամբ, հա, մի հատ էլ վճարում է, որ շինարարի նկատմամբ անի, տեղ հսկողը նորմալ հսկողությունը չի անում, տուգանվում է կառուցապատողը, համ վճարում է, համ տուգանվում է։ Այս ձևաչափով քննարկումները շարունակական են լինելու, ըստ պատասխանատուների նախատեսված է նաև հանդիպում տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր։